Top 5 զբաղմունքներ, որոնք կարելի է անել աշնանը մաս առաջին։ Չգնացեք ձեր ընկերուհու հետ book date-ի։ Նախապես դուք եւ ձեր ընկերուհին ընտրում եք ձեր սիրելի սրճարանի լոկացիան կամ գրադարանը, որից հետո միմյանց դուք նվիրում եք ձեր սիրելի գիրքերից մեկը, որոնց հետ դնում եք ձեր համատեղ ֆոտոները կամ նվիրում եք օրինակ գրիչ, մարկերներ, էջանիշ, մի խոսքով այն ամենը, ինչ պետք է գիրք կարդալու համար։ Երկրորդը իմ ամենասիրելին է դա թխել կամ պատրաստել ձեր սիրելի թխվածքաբլիթները, սինաբոնները կամ apple pie-ները։ Ինչպես ամռանը, այնպես էլ աշնանը կարող եք ձեր ընկերուհու հետ շատ սիրուն ու թեմատիկ պիկնիկ կազմակերպել։ Ձեր հետ կարող եք վերցնել օրինակ զամբյուղ, գիրք, սուրճ, թեյ եւ այլն, մի խոսքով շատ սիրուն կստացվի մանավանդ տերևաթափի ժամանակ։ Չորրորդ գնացեք շոփինգի, վերցրեք ձեր համար ամենակարևորը կոմֆորտ ու գեղեցիկ հագուստներ, հուզիներ, կարդիգաններ եւ այլն, ու կարևոր է ընտրեք ձեր սիրելի գունային գամմաները եւ աշխատեք շորերը միայն այդ գույների մեջ առնել։ Եվ վերջին 5-րդ, վերցրեք ձեր ամենասիրելի նոթատետրը եւ սկսեք scrapbooking-ով զբաղվել։ Այնտեղ փակցնում եք ձեր սիրելի ինչ-որ մոտիվացնող խոսքեր, օրինակ հին թերթերից ինչ-որ էջեր, վինտաժային ստիկերներ։ Ես 7-8 տարեկան եմ, ես ունեի նաև YouTube-յան ալիք, որտեղ իմ հիմնական էջի գաղափարը հենց scrapbooking-ն է, անային այստեղ միտեղ կթողնեմ իմ արած աշխատանքները։ Հուսով եմ ձեզ այս ֆորմատը հետաքրքրեց, իսկ եթե ուզում եք ավելին տեսնել իմ էջում աշնանային կոնտենտ, չմոռանաք հետևել իմ էջին։